Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Պարոն Անտինյան, Ղազախստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին Տոկաևը համարել է ուժեղ առաջնորդ եւ նշել, որ ժամանակն է արդեն, որ Հայաստանն ու Ղազախստանը կարողանան հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Այն որ Ղազախստանը մեծ պետություն է, կարելի է հետը նորմալ համագործակցել, իհարկե դրան դրական են վերաբերվում, բայց չափանցնել պետք չի, այդ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ մենք այս վերջերս բոլորի հետ ստորագրում ենք։ Հայաստանը այդպիսի հնարավորություններ չունի, բոլորին ասի եկեք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրենք ու բոլորի հետ համագործակցենք։ Հայաստանը ոչ այդպիսի շուկա ունի, ոչ էլ այդպիսի հնարավորություններ ունի, բայց ամեն դեպքում նաև ուրիշ խնդիր էլ կա։ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանը համարեց եղբայրական պետություն։ Ես ինձ ուղղակի ուզում եմ հասկանամ մենք որ կողմից ենք եղբայր Ղազախստանի հետ։ Որպես խորհրդային միության 15 հանրապետություններից մեկը, ես չեմ հիշում, որ մյուս հանրապետություններից բացի Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանը եղբայր համարեր, թե որպես ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Ի վերջո մեր ապագան մենք տեսնում ենք ում հետ։ Ղազախստանը այն 57 պետություններից մեկն է, որը որ իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում դատապարտեց Հայաստանին, թե ինչու չես վերադարձնում 300,000 փախստականին։ Ինչու չես 150 միլիարդ տուգանք վճարում Ադրբեջանին, եթե օգտագործել ես, օկուպացրել ես նրա հողերը։ Ղազախստանի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով ասեց, որ այս ինչ եք անում կամ ինչու եք միացել կամ որևէ ձևով դուք որևէ բան լսեցիք Հայաստանի կողմից այդ ուղղությամբ։ Որևէ իսլամական պետության հետ շփման ընթացքում, որի հետ որ այս ընթացքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկին պրետենզիա ներկայացրել է, որ բա դուք ինչի եք Հայաստանին ագրեսոր համարում։ Չեք լսել, չէ՞։ Բայց դա է, որ այդ դեպքում մենք մտածում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ տանում է այդ ուղղությամբ։ Այո, Ղազախստանը 5 կենտրոնական Ասիայի երկրների հետ որոշեցին 5 գումարած մեկ անեն։ Մի հատ արեցին Տրամպի հետ, մի հատ արեցին Ալիևի հետ։ Եվ այդ պարագայում նրանք դերակատարությունը մեծացնում են Ադրբեջանի, որ ասում են Ադրբեջանի միջոցով մենք ստանալու ենք ճանապարհ գնալու դեպի Եվրոպա։ Իսկ այդ ընթացքում համարենք, որ Հայաստանի ճանապարհով նրանք կանցնեն։ Դրանով մենք գործընկեր չդարձանք։ Ուղղակի մեր ճանապարհը կօգտագործվի եւ դրա դիմաց կվճարեն։ Իսկ 42 կիլոմետրի համար վճարած գումարը այնքան մեծ գումար չի։ Իսկ այն ռազմավարական նշանակությունը, որն Սյունիքով ճանապարհը, մեզ պետք է գործընկեր սարքի, ոչ թե մեր տարածքը ուղղակի անցողիկ ճանապարհն էլի տրանզիտ ճանապարհ։ Դա է, որ առանձնապես ես մեծ սպասելիքներ Ղազախստանի հետ կապված մենք չունենք, որովհետև Ղազախստանը նայում ենք թուրքական պետություն է եւ ինքը Թուրքիայի պատկերացրած Թուրանի ճանապարհի պետություններից մեկն է։ Այսինքն ոնց ենք մենք եղբայր։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար մահմեդական երկրները եղբայրներ են, բայց դա արդյոք Հայաստանի շահերից է բխում։ Ոնց որ թե մենք ուզում էինք եւ մեր իշխանություններն ասում են, չէ, մենք Եվրոպայի հետ ավելի շատ ենք մոտ, քան երբևէ։ Այսպես ենք մոտ, եթե Ղազախստանի հետ ավելի շատ ենք մոտ, քան երբևէ եւ ռազմավարական դաշնակից ենք պատկերացնում Ղազախստանին։ Իսկ թե առևտուր անել են, իհարկե գոհ ենք, ի՞նչ է պատահել։ Պարոն Անտինյան, այդ դեպքում ինչ պետք է անել, եթե ճանապարհով անցնել դառնալը գործընկերություն չի, ապա գործընկերություն հաստատելու համար ինչ պետք է անել։ Հիմա Հայաստանում տարբեր երկրների ընկերություններ կան, որից մեկն էլ Ամերիկայի դրոշը դրած, ասում են Ամերիկայի դրոշը դրած Ադրբեջանը չի կրակի, Ադրբեջանը լկտի կերպով Հայաստանի տարածքում կրակեց եւ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց գործարանը տեղափոխել։ Կարող է մենք դա չենք տեսել։ Այսինքն համարենք, որ Ամերիկային դրոշը որևէ ձեռնարկության վրա դա գործընկերություն է ռազմավարական կամ համարենք, որ դա անվտանգության երաշխիքներ է, բայց մենք տեսանք, չէ՞, այդ նույն բանը, որ մարդկանց թյուրիմացության մեջ էին գցում, թե Ադրբեջանը չի համարձակվի ամերիկյան դրոշի վրա կրակի, բայց համարձակվեց, չէ՞։ Դրա համար մենք կուզենամ, որ այսինքն այդ
բիզնես թեկուս բիզնես գործընկերությունը այո մակարդակը այնքան բարձրն էր որ դա քաղաքական գործընկերություն մեծ պարտներ համարել Միացյալ Նահանգները բայց մենք այտենց երաշխիքներ Միացյալ Նահանգներից չենք ստացել առավելևս երբ որ տեսել ենք այն խաղաղությունը որ իր երաշխիքով եղել է Դոնալդ Տրամպի տեսանք որ Կամբոջայի ու Թայլանդի հետ ինչ եղավ տեսանք Հնդկաստան Պակիստան որ ասին այս ինչ է իրան վերագրում թե ինքը պատերազմը դադարեցրեց տեսանք Գազայում ինչ մեծ տոնախմբությամբ նշեցին Գազայի պատերազմի դադարեցումը այն դեպքում երբ որ շարունակվեց հետագայում ռմբակոծությունները բացի դրանից էլ ի վերջո խաղաղություն ասելով Գազայում դա ինչ տեսք պետք է ունենա Իսրայելը դեմ է որ այնտեղ պետություն ստեղծվի նրանք ուզում են պետություն ստեղծեն աշխարհի շատ երկրներ այդ թվում զարգացած գտնում են որ պետք է Պաղեստինյան պետություն լինի իսկ այդ հարցը Իսրայելը կտրականապես դեմ է ամերիկան դեմ է այսինքն խաղաղությունը ոնց բերեցիք այդ տարածաշրջան արդյոք համարում ենք որ քիչ կրակելը խաղաղությունը որն է այդ երաշխիքները տրված որ դրա համար մենք մտածենք որ այդ օրինակով մերն էլ կարող է լինել Այդ դեպքում իշխանությունները Հայաստանը ինչ պետք է անի այդ արտաքին շփումներում, եթե այս ամենն ինչ անում է արդյունավետ չեք համարում։ Ամեն ինչ անել է այսպես է, այդ բալանսավորման քաղաքականությունը կարող է լավ է հնչում, բայց նույն հարցը նույն ձևի հնչեցնում է Սերժ Սարգսյանը, որևէ բան չի փոխվել։ Իրանից առաջ կոմպլեմենտար քաղաքականություն ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ժառանգորդն է Սերժ Սարգսյանը եւ արտաքին քաղաքական կուրսը բացարձակ ոչ մի ուղղությամբ չի փոխվել, շարունակել է նաեւ խորանալ ԵԱՏՄ-ում, որը Սերժ Սարգսյանի ժամանակ էր եղել, հետո Սերժ Սարգսյանը փորձեց նաեւ Եվրոպայի հետ Եվի քաղաքականություն տանի, որը իհարկե բարդ էր, որովհետև արդեն մի տնտեսական տիրույթում է իր մաքսային միության, չէր կարող հավասարապես Եվրոպայի հետ լինել։ Դե դրա համար դա ունեցավ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության փաստաթուղթ, որն էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է։ Այսինքն մեր արտաքին կուրսում ոչինչ չի փոխվել, դրա համար բալանսավորվածն էլ էլի Սերժ Սարգսյանի ժառանգությունն ստացել շարունակում է։ Որքանով է դա արդյունավետ այս աշխարհում հարափոխող որքանով է դա արդյունավետ, ասենք բոլորի հետ խաղեր տալ, որ մենք քո հետ ենք, դա ավելի շատ է անհուսալի գործընկերոջ տպավորություն թողնում։ Առավել ևս, երբ որ խոսք է գնում, տեսեք մենք Եվրոպա ենք գնում, մեր աչքի առաջ տեսանք Եվրոպա գնացող մեզանից տարիներով առաջ քայլերով առաջ Վրաստանը ինչպիսի խնդիրների առաջ կանգնեց, երբ որ խաբեց, որ ինքը Եվրոպա է գնում։ Երբ որ իշխանություններն ասին, մեզ ձայն տվեք, իրական Եվրոպա տանողը մենք ենք, որովհետև մենք ենք քայլեր արել, տեխնացուի կարգավիճակը մեր օրոք ա եղել, այսինքն ոնց որ մեր իշխանություններն ասում են, օրենք կենք ընդունել, չէ՞, եւ այդքան մի բան, դա նետ չլինի, որ դա Վրաստանի իմիտացիան լինի, մեր աչքի առաջ է։ Դրա համար ես գտնում եմ, որ պետք է իրական քայլեր անել Եվրամիության անդամակցության, որովհետև Եվրամիությունը համակարգ է։ Մի պետություն չի, որ ասենք այդ պետության հետ այսօր լավ կլինենք, վաղը վատ։ Նույնիսկ եթե Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները շատ կարևոր է աշխարհի թիվ 1 պետության հետ, միևնույնն է համակարգի մեջ դու ավելի պաշտպանված ու անվտանգ կզգաս։ Դա իմ կարծիքը նոր չի, որ ասում եմ, այնպես չի, որ հիմա ասում եմ, այ հիմա չեմ ընդունում։ Ես 20 տարուց ավել դա ասում եմ, այն դեպքում ոչ Տրամփն էր Ամերիկայում նախագահ, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Իմ պատկերացումը Հայաստանի ապագայի դա է։ Հիմա այնինչ արվում այս թրիփի հետ կապված օգոստոսի 8-ը դրանք Հայաստանի անվտանգությունը չեն ապահովում։ Անվտանգության հետ կապված որևէ պայմանավորվածություն Դոնալդ Տրամփի հետ չկա։ Ու նույնիսկ այսպես ասենք, եթե Դոնալդ Տրամփը իր անվտանգության երաշխիքներով Հայաստանում պետքա ներկայացված լիներ, ուրեմն այդ պարագայում Ռուսաստանը պետքա դուրս մղված լիներ։ Դուք օգոստոսի 8-ից առաջ եւ օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանից դուրս մղված որևէ ազդեցություն կամ որևէ կառույց տեսել եք։ 3 գումարած 3-ից են հրաժարվել, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության հարցով Հայաստանը դիմել էր հուլիսի 3-ին, օգոստոսի 8-ին ստորագրելուց հետո կրկնեց, որ մենք այո հայտը ներկայացել ենք եւ ուզում ենք դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպություն անդամ։ Այսինքն անգամ այդ հարցը
օգոստոսի 8-ից հետո կրկնվեց։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո ընդերից անմիջապես շտապեց հերավար հարցազրույց տա ստերից տրված հարցերի պատասխանի Ամերիկայից, որ ասեց այո, մենք Տրամպի հետ կապված այդ ճանապարհը դիմել ենք Ռուսաստանին առաջինը։ Ինքը հրաժարվեց, չվերցրեց դա անի, ուրիշ գործընկերների դիմեցինք, նրանք էլ չուզեցին, Տրամպի ադմինիստրացիան ուզեց ու տվեցինք։ Այսինքն ցույց տվեց, որ այդ ճանապարհը մենք Ամերիկային չի որ առաջարկել ենք բոլորին։ Եթե Ռուսաստանը համաձայնվեր, մենք սիրահոժար կտանք Ռուսաստանին։ Հիմա դուք պատկերացրեք, մի Հայաստան, որն ասում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով մենք համաձայն չենք, որ Ռուսաստանը վերահսկի, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք համաձայնվել ենք, Ռուսաստանը փող դներ եւ ամբողջական վերահսկողություն սահմաներ, կազմակերպական բոլոր հարցերը վերցներ իր վրա անցնող ճանապարհի։ Դուք այս երկուսը կարողանում եք համադրել։ Բացի այդ էլ, որ այս վերջերս ծորենը, որ մտավ Հայաստան, Ադրբեջանի տարածքով Նիկոլ Փաշինյանն ինչ ասեց, տեսակ, որ Տրամպի հետ պայմանավորվածությունները արդյունք տվեց 3 ամիս հետո, արդեն Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ավելի սերտացան։ Այս ամեն ինչը ես չեմ հորինում, չէ, իր հայտարարություններն եմ ձեզ հիշեցնում, որի կարծում եմ, որ դուք էլ շատ լավ հիշում եք։ Այնուհանդերձ հիմա թրիպի հետ կապված զարգացումներ կան, աշխատանքային խմբեր են ձևավորվել, Նիկոլ Փաշինյանը ժամկետներ է հայտնում, թե քանի տարով պետք է ամերիկացիք ներկա գտնվեն, սա ինչի մասին է խոսում։ Այն ինչ որ նախնական պայմանավորում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պլանների վրա, մենք որևէ ազդեցություն ունենալ չենք կարող։ Կարող է այդ պլանները մի քիչ արագանան, կարող է մի քիչ դանդաղեն, ավելի հավանական է որ դանդաղեն, որովհետև աշխարհում շատ խնդիրների մեջ է ներքաշված Ամերիկան, հատկապես Դոնալդ Տրամպը, որի պարագայում նրա համար սա լինի առաջնահերթ խնդիր։ Եվ այսպես նայենք, եթե դա ռազմավարական շատ լրջագույն նշանակություն ունենար Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, կապ չէր ունենա, թե ադմինիստրացիան ով է։ Չէ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ խաղաղության խաչմերուկը հոնոր չի եղել, խաղաղության խաչմերուկը 2 տարուց ավել, այսինքն դա նշանակում է նախորդ ադմինիստրացիան հետաքրքրություն չէր ցուցաբերել այդ ճանապարհի նկատմամբ։ Եվ նշանակում է, որ Դոնալդ Տրամպի պաշտոնավարումն էլ մի որոշ ժամանակ հետո ավարտվելու է, այսինքն հաջորդ ժամկետ ընտրվել չի կարող։ Իսկ ով է ասում, որ հաջորդ ընտրվողը անգամ եթե հանրապետական կուսակցությունը դեռնի, շարունակելու է Դոնալդ Տրամպի քաղաքականությունը։ Եթե նա նախընտրական հայտարարի, որ Դոնալդ Տրամպի քաղաքականությունն է շարունակելու, նա պարզապես չի ընտրվի։ Այդ իսկ պատճառով մենք պետք է մտածենք, այդ երաշխիքները, եթե ի սկզբանե ասել են անվտանգային չի, այդ երաշխիքների պարագայում մենք այսօր նույնիսկ չենք կարողանում լուծել այն հարցը, այդ երկաթգիծը կոնցեսիոն պայմանագրով Ռուսաստանի ձեռքում է։ Դեռ այդ հարցը լուծված չի, արդյոք այդ ճանապարհը, որ երկաթգիծը գծվի, Ռուսաստանն է սպասարկելու։ Դուք տեխնիկապես պատկերացնում եք Իրանի հետ սահմանին կանգնած ռուսական զորքը, թեկուզ երկրորդ գծում Հայաստանից էլ կա։ Բանը երկաթգիծը սպասարկում է Ռուսաստանը, հա, կազմակերպում է Ամերիկան փող չի դնում, ցանկություն չունի, բայց Ամերիկան ներդրողներ է գտնում, որը իր համար ձեռնտու է, որին Հայաստանն էլ կհամաձայնվի եւ ոչ միայն Հայաստանը։ Ադրբեջանը, կոնկրետ երկիր չասեմ, կամ երկրներ, որոնց հետ կապված նախնական Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնություն է հայտնել, ասենք արաբական երկրներից որևէ մեկի։ Այսինքն նույնիսկ այդ հարցում Ամերիկան ներկայացված չի լինելու։ Ինքը պարզապես վերցնելու է եւ կանչի ասի եկեք փող դրեք, հիմա սա 49 տարով կամ 99 տարով ին վերահսկողության տակ է։ Այս է խնդիրը, իսկ Ադրբեջանը շարունակում է պնդել։ Անգամ 3 Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի, երբ որ Ադրբեջանում էր, նրանք շտապեցին հայտարարեն, որ իրանք քննարկել են թրիպի հարցը։ Այնտեղ է որ Նիկոլ Փաշինյանն ասում է թրիպի հարցը մենք ու Ամերիկան պետք է անենք։ Դա այդ Ադրբեջանը կապ չունի։ Բայց ինչպես տեսնում եք, նրանք ամերիկացիների հետ քննարկում են ու հատուկ ընդգծում, որ դա պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ, որը կապելու է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախճեվանի հետ։ Այս այն խնդիրներն է, որ այտենց իհարկե եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները լրջագույն ազդեցություն ու աջակցություն ունենա մի երկրում ներկայացված լինի, երևի առաջինը ես կողջունեի, հաշվի առնելով իմ
մոտեցումները Միացյալ Նահանգների դերակատարության հետ կապված ու մեր հետ գործընկերային հարաբերության, բայց առաջում այդտեղ շատ խնդիրներ կան, որը նաև պայմանավորված է, ինչպիսին կլինի Ամերիկա Ռուսաստան փոխհարաբերությունը եւ ինչպիսի տեսք կունենա դրա արդյունքում, ինչպես տեսնում ենք Դոնալդ Տրամպի սերը չի մարել Պուտինի նկատմամբ, որի պարագայում նրանք կարող է որոշակի բաներ պայմանավորվեն, միտեղ Ուկրաինայում զիջեն, ստեղ նայա մեկը նրան զիջի, միտեղ ուրիշ բան անեն, այսինքն կոնֆրոնտացիայի պարագայում էլ, գործընկերության պարագայում էլ մեծերի, մենք այդ խաղի մեջ չենք կարող մանևր անել ուժեղների հետ, որովհետև բոլոր ուժեղներին հասելը հետագայում անվստահություն առաջացնում բոլորի մոտ։ Մենք հիմա այդ խնդիրները դեռ չի կարգավորվել։ Պարոն Անտոնյան, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչի հաշվին է ասում, որ խաղաղություն է հաստատված։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է հաստատված, հղում անելով Ադրբեջանին, ասում Ալիևն էլ է ասում խաղաղություն, հոմենակ ես չեմ ասում, այսինքն ինքը խաղաղություն ում անունից է մեզ խոստանում, Ալիևի, չէ։ Անվտանգության հետ կապված որևէ երաշխիք Դոնալդ Տրամպը չի տվել։ Առավելևս ես որ ասեցի, խաղաղություն, որ դա Դոնալդ Տրամպի միջնորդությամբ եղել է, ոչ բոլոր տեղերում են խաղաղ, ու այնպես էլ չի, որտեղ որ խաղաղ է իր շնորհքն։ Մարդիկ ասում են մենք իր հետ համաձայնության եկան, բայց այսինքն անվտանգային մասը Տրամպի մասը դնենք մի կողմ։ Մյուսը վերաբերում է Ադրբեջանին։ Հիմա մեզ ասում են ինչու չեք հավատում Ալիևի խոսքին։ Ավելիևս ստախոսա չենք հավատում։ Մեղավոր ենք որ չենք հավատում։ Օրվա կեսը Նիկոլ Փաշինյանն ասում է ինչու չեք հավատում, ես խաղաղություն եմ բերել, Ալիևն էլ ասում որ խաղաղություն է, մենք խաղաղություն ենք բերել, օրվա մյուս կեսն ասում է այդ Ալիևը, որ ասում է որ Հայաստանի տարածքը Իրանն է, ասկի այդ ժամանակ Ադրբեջան չի եղել, սուտ է ասում այդ Ալիևը, վայ, սուտ է ասում, հա, փաստորեն, այդ նույն Ալիևի մասին, հա, խոսքը, թե Ադրբեջանում երկու տարբեր Ալիևներ կան։ Օրվա կեսը համարել ստախոս, մյուս կեսը ասել ոնց չեք հավատում նրա խաղաղության խոստմանը, եթե չեք հավատում դուք պատերազմ եք ուզում, կարելի է հավատալ այդ մարդու խոսքին։ Իսկ եթե տենց համառորեն Ադրբեջանի անունից երաշխիքներ է տալիս Փաշինյանը, այդ դեպքում մտածում ենք ով է այդ երաշխիքը տվել։ Մենք հասկանում ենք, որ ընտրություններից առաջ Ադրբեջանը Փաշինյանի հետ կճշտի, թե վախացնեմ պատերազմով դա քեզ կօգնի ընտրությանը, թե խաղաղ մնանք դա քեզ կօգնի։ Դու որոշի ներքաղաքական խնդիրները ինչ ես անում, որովհետև դեռ Ադրբեջանը մեզանից ստանալիք ունի։ Նա պետք է իմանա, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին ծառայություն պետք է մատուցի, որ հետագայում դա դրա դիմաց ստանալիք ունի։ Որևէ մի վարքյան դադարել է այն միտքը, որ Հայաստանը դա իրանց տարածքն է։ Երբ որ տեսեք խնդիրը որն է, Նիկոլ Փաշինյանն ասում է, դե խոսում են Սևանի անունը ուրիշ է եղել, բայց ասում են անցյալը ոչ են ասում հիմա։ Բայց նա ասում է անցյալի մեր հողերը պետք է գանք վերցնենք։ Եթե ոչ տանկերով, ապա մեքենաներով։ Այսինքն նրանք չեն հրաժարվել պահանջատիրությունից։ Մի պետություն, որն ասում է ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հաջորդ օրն ասում է մենք պետք է գնանք մեր պատմական հողերը, մեր 300,000 մարդ, 500,000 մարդ են արդեն հաշվել նրանց սերունդներով։ Դա մեզ պետք է չմտահոգի։ Չէ՞ որ դա նույն Ադրբեջանն է, չէ՞ հայտարարում։ Նույն Ադրբեջանը հայտարարում է, որ իրանք միջազգային կազմակերպությունները ֆորումներ են անցկացնում, որպեսզի ապացուցեն, որ Հայաստան չի եղել, հայերն էլ եկվորներ են։ Հիմա այդ ամբողջ աշխարհին դա ներկայացնում են։ Մեզ ասում են դուք ինչ բանը հանգիստ եղեք, մենք չպետք է հետևենք նրանց օրակարգը։ Բա խաղաղությունը նրանց օրակարգով չեք մեզ ասում։ Բա ում օրակարգով եք ասում։ Եվ հիմա ինչպիսի իրավիճակում է հայ-ադրբեջանական հարաբերությունները, նաև Հայաստանից խումբ է գնացել քաղաքասարակության Բաքու այս օրերին, մինչ այդ նրանք են եկել, այս երկխոսություն չի սկսվել։ Այսպես նայենք, երբ որ խաղաղություն լինում է, միջազգային կառույցների մոտ էլ ընդունված պրակտիկա է, ասում է, եթե մարդիկ կռվել են, պատերազմել են, արանքում արուն կա, հեշտ չի այդքան էլի խաղաղվելը, պետք է ժողովուրդներին տրամադրել խաղաղության, երկու կողմն էլ տրամադրի խաղաղության, որովհետև կարող է իշխանությունները ցանկանան փաստաթուղթ ստորագրեն, բայց հասարակությունները պատրաստ չլինեն դրան։ Բայց հիմա ես ուզում եմ իմանամ, երբ որ մենք մեր հասարակությանը, մեր իշխանությունները նախապատրաստում են խաղաղության, անգամ շանտաժ են անում, դուք խաղաղություն չեք ուզում, գնացեք համերգ,
ապագան այսօրը եւ այլ հիշում եք այդ բոլոր կարգախոսները, բայց երբ որ մենք զուգահեռաբար նայում ենք, ասում ենք, իսկ Ադրբեջանը իր հասարակությանը նախապատրաստում է խաղաղության, իրանց գրքերում Հայաստանի նկատմամբ ագրեսիա չկա, իրանց հանձնաժողովները, իրանց կառույցները, իրանց բոլոր կազմակերպված միջոցառումների վեհաժողովներում Հայաստանի նկատմամբ ագրեսիա չկա, նման մտադրություն չկա, Միլի մեջլիսի падգամավորը իշխող քաղաքական ուժի, որը որ արևմտյան Հայաստան այսպես կոչված կառույցի ղեկավարն է, օր կա, որ նա չհայտարարի, որ մենք պետք է գնանք մեր պատմական հողերին տեր կանգնենք, բայց դեպքում հարց, բայց ինչի Ադրբեջանը իր հասարակությանը խաղաղության չի տրամադրում։ Իսկ եթե մենք միակողմանի խաղաղության ենք տրամադրում, այն դեպքում եւ նրա քաշային կատեգորիան մերից բարձր է։ Այդ դեպքում ով է մեզ երաշխավորելու խաղաղությունը։ Թիկունքին կանգնած է Թուրքիան, թիկունքին կանգնած է միջուկային տերություն Պակիստանը։ Լամնացած ուրիշ կապերը չասեն։ Այդ պարագայում մենք կանգնում ասում, որ հասարակությանը տրամադրում ենք խաղաղություն։ Գոնե պետք է անվտանգային երաշխիքների հարց լուծես ազդեցիկ պետությունների կամ համակարգերի կողմից, որ նոր վստահ լինես, որ կապ չունի դու քանի միլիարդի զենք ունես, ինքը քանի դու մի համակարգի անդամ ես։ Պայմանականորեն ասած ՆԱՏՕ-ի անդամ ես կամ ասենք որևէ այլ ռազմական բլոկի, ոնց որ ասենք Անզյուսը, Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, կամ որևէ այլ կառույց, ոնց որ Եվրամիությունը փորձեց այդ կամավորների նախաձեռնության անունից, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ չի կարողանում դառնալ Ուկրաինան, հասկանում եք Ռուսաստանը ինչքան է դա կարևորում, որ չդառնա, իրանք շատ ավելի մեծ նախաձեռնություն են ստեղծում Ուկրաինային օգնելու անվտանգային հարց։ Նաև դա ծառայում է եվրոպական անվտանգությանը, բայց այդտեղ ներգրաված է իր մասնակցությունն թե Ավստրալիան, որը Անզյուսի անդամ է, թե Կանադան, որը Եվրամիության անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ է, թե անգամ Ճապոնիան, որը ոչ նրա անդամ է, բայց աջակցում է Ուկրաինային, թե ասիկան որևէ ռազմական բլոկի 55 թվականից չմասնակցող Ավստրիան, որ պատրաստ է այսօր օգնում է Ուկրաինային։ Այսինքն մենք նաև գոնե մի ձևով պետք է լինենք այդ համակարգից անվտանգ։ Կարող է մենք պատկերացնենք, որ եթե Ղազախստանի հետ շատ լավ լինենք, մեզ անվտանգության երաշխիք կտա։ Այդքան ենք միամիտ։ Նշանակում է մեր անվտանգության երաշխիքնումից կարող ենք սպասել։ Միայն եվրոպական համակարգից, որը լինի եւ ռազմաքաղաքական եւ տնտեսական տիրույթ։ Բարեբախտաբար Եվրոպան տնտեսականից նաեւ անվտանգային խնդիրներ է հիմա լուծում, որը բխում է մեր շահերից։ Մասնավորապես ինչ է անում։ Դե որ ասեցի Ուկրաինայի հետ կապված իրանք ուժերը համախմբում են, ՆԱՏՕ-ի հետ կապված բյուրոկրատական հարցեր ավելի շատ կա, կոնսենսուսով հարցեր են որոշվում, որը շատ դեպքերում փակուղի է մտնում։ Իրանք այդ ամեն ինչը ավելի ճկուն ձևով են անում, 3 եվրոպական երկրները, որից մեկն է Եվրամիության անդամ չի Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա տեսնում եք ինչեր են անում եւ Գերմանիան տեսնում եք ինչպես է զինվում։ Իսկ Գերմանիան ունի Եվրոպայի ամենամեծ բնակչությունը եւ համախառն ներքին արդյունքը ամենամեծ Եվրոպայի։ Եվ հիմա քանի որ իր նկատմամբ կասկածներ կար ի վերջո երկու համաշխարհային պատերազմում իր դերակատարության հետ կապ զգուշավորություն կար, հիմա նույն եվրոպական երկրներն են Գերմանիային խնդրում, որ զինվի։ Ամերիկան էլ նորմալ ձևով զինում է։ Ինքն է փողի հարցը կարողանում է լուծել։ Այսինքն այդ նոր անվտանգային համակարգ, որ ասում ենք, դա ուղղակի ճկուն է, քանի որ դա կոշտ կառույց չի, որ ասեն Հայաստանը պետք է տարիներով մարզվի, Հայաստանը պետք է չափորոշիչներին համապատասխանի, որ դառնա դրա անդամ։ Ռազմական որևէ միավորով քո անվտանգությունը երաշխավորելը չափորոշիչների հետ որևէ կապ չունի, դա ՆԱՏՕ-ի անդամակցություն չի։ Դա է ասում, որ հիմա ճկուն հնարավորություններ կան։ Պարոն Աբդուրյան, ներքաղաքական հարցերի անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանը վեհարանը ազատելուն զուգահեռ խոսում է նաև քաղաքական դաշտը մաքրելու մասին, ասում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանի թակարդը գծած ուժերի ներկայացուցիչները եւ այն անձինք, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, պետք է մաքրվեն։ Սա ում է ուղղված, ինչ է նշանակում, ինչու ընտրություններից հետո եւ ոչ ընտրություններից առաջ օրինակ։ Դա ակնհայտորեն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը 2021 թվականի ընտրություններին էլ իշխանություն չէին։ Այսինքն այդ ուժերը, որոնք որ այսօր ասում են նրանք պետք է չլինեն, նրանք պետք է չլինեին նաև 21 թվին։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ջանքեր գործադրեց,
որպեսզի նրանք լուրջ դերակատարություն ունենան եւ պայքարը գնար այսպես, որ ձայն տանք Նիկոլ Փաշինյանին հանկարծ Քոչարյանը հետ չգա։ Մենք գիտենք, չէ՞ որ Քոչարյանին ակտիվացնելու, այդ հրեշին արտնասնելու հարցում ինչպիսի ջանքեր գործադրեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եթե նույնիսկ ինքը ասում է, որ նրանք պետք է չլինեն, որովհետև մտածում է, որ հիմա Քոչարյանն էլ մոդա չի, Քոչարյանով չի կարող ժողովրդին վախացնի, այլ կերպարապետ, որով վախացնի, բայց միևնույն ժամանակ նաև էդ էլ ասում, այ տեսեք, նրանք պետք է չլինեն, թվում է թե, որովհետև մարդիկ հասկանում են, ասում են, էսի խավեր է տալիս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին դաշտը ապահովելով, այսինքն ազգային ժողովում հայտնվեցին այդ երկուսի ուժերը որպես ընդդիմադիր ուժեր։ Հիմա էլ ասենք ինքը ասում, այ տեսեք, ես դեմ եմ իրանց, այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին տանել չեն կարողանում, կմտածեն իրայինադու գնանք նրանց ձայն տանք։ Այսինքն էլի ինքը նրանց կարիքը ունի, ուղղակի հարցադրման ձևն է փոխել, էլի, որովհետև ինքը շատ կուզենա, որ նրանք մասնակցեն, որովհետև եթե գաղափարական ուժեր մասնակցեն, դաշտ մտնեն, որը որ հիմա ասեն զբաղացրել են իրանց կռիվներով, ինքը ուղղակի խնդիր կունենա։ Հիմա իր համար իդեալական տարբերակը բանակը թալանել է, կես է կարել, վատ եք բանակցել, այ տեսեք ինչ է կարել, երկրի հետ ինչ է կարել, շատ հարմար թեմա է։ Իսկ մյուսներին ինչ է ասել, ինչու՞մ է մեղադրելու։ Եթե բանակ չեն թալանել կամ բանակցություններին չեն մասնակցել։ Ես սա է հարցը, մանավանդ ինքը ասում է դե հասարակությունը պետք է որոշի, որ մենք գնում ենք Եվրամիություն։ Եթե մարդիկ կանգնեն ասեն մեր նպատակն է Հայաստանը տանել Եվրամիություն, ինքը ինչ պիտի քննադատի, դե ասի, չէ, ես էլ եմ տանում, լավ է սանը որ դու տանում ես։ Ինչ է խանգարում, որ մենք այդ կարծիքին ենք։ Այսինքն դա իր համար խնդիր է, թե ինչ է գտնելու քննադատելու։ Իսկ նրանց համար շատ հեշտ է, իր համար շատ հեշտ թիրախ են։ Ռուսամետ ուժերին ասենք ինքը մեղադրում է, որ տեսեք իրանք ցանկանում են Հայաստանը տանեն Ռուսաստանի ազդեցության տակ գցեն, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք Ռուսաստանի ազդեցությունը պակասել է, թե ավելացել է։ Այնպես որ սա է օրակարգը, որի պարագայում ինքը շատ հեշտ ձևով մտածում է, որ վարչական ռեսուրսել ունի, կարող է վերարտադրվել։ Բայց կա քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտություն, թե ոչ, օրինակ Մոլդովայի օրինակով։ Եթե կան մարդիկ, ովքեր որ գործակալ են եղել, եթե կան մարդիկ, ովքեր մեր պետության անվտանգությանը վտանգ են ներկայացրել, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա դա պետք է ոչ թե ակնարկեր, ոչ թե աներ, այլ իրական գործնական քայլեր պետք է աներ մեր իրավապահ համակարգը։ Ես ինչ է նշանակում առավոտից երեկո ակնարկել, որ իրանք այս բանը սենց են արել։ Բայց եթե հանցագործություն են արել, հանցագործությունը պիտակավորելով, հա, արդեն քերական հոդվածները պիտակավորելով, հա, տարբեր հարթակներից։ Ես բարբերաբար ասում եմ, ժողովուրդ, ասում են Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ընտրվել է, բոլորս էլ գիտենք, կեղծ տեղեկանք բերելով, որ ինքը Հայաստանում ապրել է, չէր կարող ինքը Արցախում նախագահալներ, Հայաստանում ապրացել է։ Ով չգիտի ընտրությունների կեղծիքը։ Ով չգիտի, որ սահմանադրությունը իրանք այդքան մարդ չքվեարկեց, իրանք գրեցին ու անցկացրեցին։ Գիտենք, չէ՞։ Այսինքն ասում է Ռոբերտ Քոչյանի ծայր լեգիտիմ չի։ Ասում են եղավ, բայց այդ Ռոբերտ Քոչյանը անցել է թոշակի, Նիկոլ Փաշինյանն ասում է դե ապահովենք Ռոբերտ Քոչյանի պաշտոնաթող նախագահի իրավունքները, կեցավայրի փողերը տանք, անվտանգության փողերը տանք, գրասենյակի փողերը տանք, մեքենայի, հարցը դա չէ գումարը շատ է թե քիչ։ Մի հատ կողմնորոշվի, հիմա այդ մարդը լեգիտիմ է թե չէ։ Այսինքն որպես նախագահ լեգիտիմ չէր, բայց որպես պաշտոնաթող նախագահ լեգիտիմ է։ Բա հարկատուն զարմացած չի նայում, ասում է, «Էս ինչ է կանում»։ Եթե դու գտնում ես, որ նա անօրինական է արել, բան չես օրինական վճարում։ Որոշում կայացրու։ Գնա ասա ժողովուրդ ջան, գնում ենք կեցավայրը ազատենք ապօրինի մարդկանցից։ Բայց չես անում, որտեղ քեզ պետք է, չէ։ Այդ մարդիկ քեզ պետք են։ Վերարտադրության համար են պետք։ Իհարկե։ Այս բանավեճի համար։ Այս բանավեճի։ Որ ասեն էս է վիճակը։ Հիմա էլ ասենք ինքը ասում է, դե ես էլ եմ հայոյում, ուղղակի բեղկերից թողություն եմ տալի։ Ինչ անենք, դա ձևը դա է, հա։ Քրեական օրենսգիրքը կարող ենք դնել մի կողմ, հայոյանքի համար չասենք քրեական օրենսգիրք, բայց մեկ ուրիշին հայոյանքի համար դատում ենք։ Բայց հիմա մարդը ասենք նորմալ դնում է մի հատ տեղը տեղին հայոյում, մեկին է տալի գլուխը ջարդում, գնում է երկու անգամ ավել է աղոթում։ Ասում է, որովհետև հետևում եմ մեր վարչապետի խորհրդին, հա։
Արդեն մենք սենց ենք հարցերը կարգավորում։ Աշխարհիկ պետությունը արդեն այս ձևով է հարցերը կարգավորում։ Լուծեք այդ հարցը ձեր ձեռքն է այդ փաստաթղթերը։ Արխիվում, եթե կա արխիվում նյութեր, որոնք ծառայել են ուրիշ պետությանը, ազգային ժողովի բարձրամյունից ակնարկելուց հետո դա համարենք որպես ուղիղ ցուցում իրավապահ համակարգին, դե թող քայլ անեն։ Մենք էլ տեսնենք, որ քայլ արեցին։ Շուտ պետք է անեիք, ինչի պետք է հիմա անեիք, որ։ Պարոն Անտոնյան, այնուհանդերձ ինչ եք կարծում, ընտրություններին ընդառաջ կտրուկ որոշումներ կլինեն, օրինակ կուսակցությունների չգրանցել, սահմանափակել մասնակցությունը ընտրություններին, կամ ընդհանրապես դադարեցնել այդ կուսակցությունների գործունեությունը ավելի ծայրահեղ։ Հիմա խնդիրը սա է, օրինակ ռուսամետ ուժերը կապ չունի նախկին, թե նոր ստեղծվող, մենք գիտենք, որ նրանց էլեկտորատը ինչ ուզում լինի, պարբերաբար ես ասում եմ, իրանք իրար հետ միասնական գործեն, իրար հետ մրցակցեն, ինչ անեն, միլիարդները լցնեն փողոց, իրանք 30%-ից ավել ձայն չեն կարող հավաքել։ Ուղղակի չկա, նման էլեկտորատ Հայաստանում չկա։ Իրանք չեն կարող այդ էլեկտորատը հորինել։ Մանավանդ ընտրակաշարք չեն բաժանելու, գազելներով ընտրության չեն տանելու։ Չկա այդքան մարդ։ Եթե իրանք տենց ակտիվորեն մասնակցում են մի բանի համար, որ ապահովեն Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Ունեն չի չէ, որ իրանք դա չեն հասկանում։ Եթե ցանկացած սոցիոլոգիական հարցումից երևում է, որ հասարակության կեսից ավելին գտնում է Հայաստանի ապագան Եվրամիության հետ։ Եթե ավելի ակտիվ առարկայական տեսնեն արդեն ձևավորված որևէ ձևաչափ, այդ 50%-ն ավելի կավելանա։ Դուք տեսնում եք, որ ընտրությունների կեսից ավելը չի մասնակցում։ Դրանք հիմնականում մարդիկ են, որոնք ասում են մասնակցենք ում ձայն տանք։ Քոչարյանին ձայն տանք Նիկոլ Փաշինյանի ինադու, թե Փաշինյանին ձայն տանք Քոչարյանի ինադու։ Մերժում ենք երկուսին էլ տնից դուրս չենք գալու։ Դա լուրջ էլեկտորատ է։ Այսինքն պետք չէ այդ էլեկտորատը հորինել կամ ջանքեր գործադրել։ Պետք է ուղղակի վստահություն ունենալ այդ էլեկտորատի մոտ, որը քեզ վստահի գնաց այն տա։ Հիմա եթե կհաջողվի դա ձևավորել, դա շատ լուրջ ձայն կարող է ապահովել եւ խառնել թե իշխանության, թե ռուսամետ ընդդիմության խաղակարտերը։ Այդ դեպքում ոչ նա մեծամասնություն հավաքել չեն կարող։ Իսկ եթե դա չստեղծվեց, հուսանք որ կստեղծվի, եթե չստեղծվեց, կամ լինելու է Երևանի օրինակը, կամ Լեննականի օրինակը, Գյումրի օրինակը, այնտեղ ընդդիմադիրները հավաքվեն, իրանց մարդուն անցկացնեն, կամ էլ թե չէ Երևանում էլ ընդդիմադիր ձեները հավաքեն, միացնեն բանին իշխանությանը, կամ էլ իշխանությունը։ Առավել թարմ օրինակ ունենք Վաղարշապատը, որտեղ իշխանությունը հաղթեց։ Դե իշխանությունն էլ արդեն դասեր քաղեց Գյումրի օրինակից, արդեն ինքը հասկացավ ինչի վրա դնի եւ ավելի դաժան ձևով գնաց այդ ամեն ինչը, այս ուժերը գալիս են, որ թալանը հետ բերեն եւ այլ, իսկ այդ ուժերը ամեն ինչ արեցին, որ հասարակության մոտ այդ տրամադրությունները իսկապես առաջանա, որ իրանց նպատակը դա է։ Իրանք հատուկ, բայց ասում եմ, հիմա կռիվ է գնում, թե այս անգամ ով է ապահովելու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ռուսամետ ուժերի։ Չեմ կարծում, որ իրանք այդքան միամիտ են։ Ուրեմն երևի պայմանավորվածություններ կա, որովհետև չեմ կարող հավատամ, որ իրանք իրոք չեն հասկանում, որ իրանք հաղթել չեն կարող։ Մի ձև կա։ Այդ կենտրոնական, այդ հսկայական ընտրազանգվածը ձայն տա կոնկրետ ուժերի, որի պարագայում այդ խաղակարտը իշխանությունը վերարտադրվելու շանսը կկորցնի։ Ինչքան է իշխանությանը ձայն պակասում։ Դուք պատկերացրեք, եթե այդ կենտրոնական ուժերներ Վաղարշապատում, իշխանությունը ոնց էր մեծամասնություն ստանալու։ Իսկ համապետական ընտրությունները, այ հիմա դասա եւ ապտակա բոլորից սկսած գործիչներից մինչև հասարակությունը, որ հասկանան ինչ կարող է տեղի ունենա, եթե այդ այլ ընտրանքը չձևավորվի, որը այլ ընտրանքա թե իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը։ Այս է։ Վաղարշապատում, որ ասում եք դասեր էր քաղել, ինչ մեխանիզմ իշխանությունը կիրառեց, որ կարողացավ հաղթել։ Կարողացավ հաղթելու խնդիրը այստեղ նա էր, որ ուղղակի ընդդիմությունը Գյումրիից հետո նաև հասարակությունը ցույց տեսավ, որ լավ, ենթադրենք իրանք հաղթեցին Գյումրիում։ Ով ընտրվեց։ Դա համարենք հաղթանակ։ Կամ ենթադրենք Վաղարշապատում մյուս կողմը հաղթեր։ Մենք դա համարենք հաղթանակ։ Այսինքն այնպեսի մասնակցություն էր, որ կողմը հաղթի պարտություն
համարում հասարակության համար։ Այն հասարակության այն զանգվածի, որը չի էլ մասնակցում վրթովված թեյսինչ ընտրությունա։ Այսինքն իշխանությունը հասկացավ, որ ժողովուրդն էլ տեսավ, որ նրանք ում ընտրեցին Գյումրիում։ Բոլորով հավաքվեցին, տարաձայնությունը մի կողմ դրեցին, ում ընտրեցին։ Եվ դրա համար այդ էլ որպես տարբերակ չընդունեցին, իշխանությունը ունի վարչական ռեսուրս, առիթը օգտագործեց, ավելի շատ ձայն հավաքեց։ Սա է, դրա համար եմ ասում, այսինքն իրանք իրանց սխալը տենց է իրանց թված, թե վաղար շաբաթում կկարողանան Գյումրիի տարբերակը աշխատացնեն, ավելի մեծ հաջողություններ արձանագրեն, բայց համոզվեցին, որ դա այդպես չի, էլի սխալ ճանապարհի վրա են։ Հուսանք, որ շատ լավ է վաղար շաբաթը Գյումրիից հետո, որպեսզի եթե ուզում են խելք հավաքեն, կարող են հավաքել։ Արդեն համապետական ընտրություններից առաջ սա շատ լավ դաս էր, թե հասարակությանը, թե քաղաքական ուժերի։ Եվ Նիկոլ Փաշինյանը վաղար շաբաթից հետո հայտարարեց, որ այս ընտրության արդյունքներով վաղար շաբաթին նոր լիցք հաղորդեց իրեն, որպեսզի նա կարողանա Վեհարանը ազատել կաթողիկոսից։ Նախ սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք ընտրություններն ու Նիկոլ Փաշինյան կաթողիկոս կոնֆլիկտը իրար հետ փոխկապակցված են թե ոչ, եւ ինչ կանի Նիկոլ Փաշինյան այս ընտրության արդյունքներից հետո, հաշվի առնելով, թե մինչ այս ինչ հայտարարություններ էր անում։ Նախ այսպես նայենք, եթե մենք օբյեկտիվ լինենք, հայ առաքելական եկեղեցու հետ կապված անկախության բոլոր տարիներին շատ դաժան ձևով վարվեցին։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը կաթողիկոս նշանակեց Գարեգին առաջինին։ Անթակույց կանգնեց, ասեց ինքը պետք է Անտիլիասից պետք է բերենք, իբր թե միավորելու խնդիր դրեց, ընդհակառակը տարաձայնությունները ավելի խորացրեց։ Շատ վատ բան արեց։ Նույնիսկ Գարեգին առաջինը մտավորական մարդ է, շատ ինտելիգենտ, խոսում էր հավեստ գալիս էր, բայց նրա նպատակն ու առաքելությունը չարդարացրեց։ Հետո Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի ակտիվ դերակատարությամբ նշանակեցին Գարեգին երկրորդին։ Մենք այդպես էլ խորհրդային միությունից հետո փոխանակ անկախ ընտրություններ անեինք ու տարանջատվեինք, ամեն մեկը ցանկացավ իր ուզած կաթողիկոս տնել։ Այսինքն ինչ որ վերաբերում է Գարեգին երկրորդին, ես իմ վերաբերմունքը ասել եմ վաղուց այն ժամանակվանից, սկսած որ նա չպետք է ընտրվեր, բայց անօրինականության դեմ կամ վատ արարքի դեմ անօրինականության պայքարելը քեզ բարի կամքով չարություն անելը չի արդարացնում, էլի։ Տեսեք խնդիրը որն է։ Անկամ ասել, որ վաղար շաբաթի ընտրությունը լիցք հաղորդեց Վեհարանը ազատագրելու կամ գրավելու, չգիտես ինչ բառ օգտագործում, հարցը սա է։ Նախ մենք աշխարհիկ պետություն ենք եւ եկեղեցին անջատ է պետությունից։ Դժվար է պատկերացնել, որ տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքով լեգիտիմություն է տալիս Նիկոլ Փաշինյանին, որը գնա Վեհարանը ազատի։ Եվ երկրորդ, Մայրաթորը միշտ չի որ եղել է Էջմիածնում։ Այդ վերջում են դարձրել քարից սիրուն սարքել, որպես դա վերջնական տեղնա նստատեղինա կաթողիկոսի։ Ժամանակին տարբեր տեղերում եղել է, լավ գիտեք, այսինքն եւ նաեւ կարա ցանկացած պարագայում ցանկացած տեղ լինի։ Այդ կառույցը աշխարհասթուր կառույց է։ Այսինքն ոնց եք պատկերացնում, ենթադրենք լիներ Ամերիկայում կամ լիներ Կանադայում կամ լիներ Ռումինիայում, որևէ տեղ։ Մեկ էլ ասեն, գիտեք ինչ, Բուխարեստի ընտրություններում հաղթանակ տարավ այս սուժը եւ դա մեզ լիցք է տալիս, որ գնանք Մայրաթորը գրավենք։ Դա ինչ կառաջացներ մարդկանց մոտ։ Այսինքն ոնց կարող ես ուղղակի չպատկերացնես, որ դա Էջմիածնի տեղական կառույց չի, էլի։ Եթե նույնիսկ դու չես ընդունում Գարեգին երկրորդին, հայ առաքելական եկեղեցին տեղավորել ինքնակառավարման տրամադրության տակ ու մի քանիսն էլ ասում են Էջմիածինը մերժեց կաթողիկոսին իր ընտրությամբ, ապշում ես, ասում ես լավ, այս մարդիկ անգամ սահմանադրությունն են ոտատակ տալիս, որ սա աշխարհիկ պետություն է եւ եկեղեցին անջատա պետությունից։ Փոխանակ օրինական քայլերով դա տարանջատես, փոխանակ բացատրես, որ դուք ինչ գործ ունեիք, միտինգներին մասնակցում էիք, ինչի եք քաղաքականությանը խառնվել, այդ մասին որ պարբերաբար խոսել ենք, որ դարել եք սպասարկուն նախկին իշխանության, հիմա էլ հակառակ քայլն ենք անում։ Ասում ենք դե հիմա էլ մենք ենք քեզ մերժում։ Կարծում եմ դա չի ճիշտ ճանապարհը։